Նեթանյահին հայտարարում է Իսրայելը 110 միլիարդ դոլար կծախսի անկախ ռազմաարդյունաբերության զարգացման համար։ Այսինքն սեփականի մասին է խոսքը Իսրայելի տարածքում։ Բաքվի աչքը լույս, Արտյոմ։ Չեմ կարծում, որ Բաքվի աչքը լույս, որովհետև այս մեկ տարվա ընթացքում Իսրայելը ձեռք է բերել շատ ավելի լուրջ, շատ ավելի հարուստ եւ շատ ավելի դեմոկրատական պետություններ ընդգրկող ուրեմն գործընկերներ, քան Բաքուն է։ Նախկինում Բաքուն, եթե չեմ սխալվում, երրորդ ռազմական գործընկերն էր, ասենք Հնդկաստանից հետո, օրինակ, եւ բավականին լուրջ ռազմական աջակցություն էր ստանում Իսրայելից, բայց այժմ Բաքուն արդեն շատ հետին պլաններ է մղվել, իմ կարծիքով, որովհետեւ վերջերս Գերմանիայում հակաօդային պաշտպանության ուրեմն առաջին համակարգերի խեցերի բացումը տեղի ունեցավ, այսինքն գերմանացիները բավականին լուրջ ուրեմն հակաօդային պաշտպանության միջոցներ են ցանկանում ձեռք բերել Իսրայելից, մի շարք նաև այլ եվրոպական պետություններ եւս, ասել կուզի, որ կամաց նժարները թեքվում են դեպի Եվրոպայի կողմը, Եվրոպան շատ ավելի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի, հակաօդային պաշտպանության, հրթիռային համակարգերի ուրեմն պատվերներ է իջեցնելու Իսրայելին, եւ նաեւ կան պետություններ, որոնք այս Գազայի գոտու իրադարձությունների կապված հրաժարվում են որոշ կոմպոնենտներ վաճառել Իսրայելին եւ բարոյստական խնդիրներ են առաջացնում։ Դա հետ կապված Նետանյահուն նման հայտարարությամբ հանդես եկավ եւ ասաց, որ պետք է ուրեմն սեփական արտադրությունը բոլոր տեսակի զինատեսակների դրանց տարբեր ուրեմն էլեմենտների կազմակերպել նաեւ Իսրայելում եւ անկեղծ ասած ռազմական արդյունաբերությունը Իսրայելում գնալով նոր թափ է հավաքում, նոր աշխատատեղեր է ստեղծվում, նոր համակարգեր են աշխատանքի դրվում, բայց անկեղծ ասած այս ամբողջ ինձ չի ուրախացնում, որովհետև համենայն դեպս այն պատվերները, ինչ որ իջեցվել էր արդեն Բաքվի կողմից Իսրայելին, չնայած որ պատերազմի ընթացքում որոշ զինատեսակներ Իսրայելը ինքնաթիռներ ուղարկեց բերեց Իսրայել, ասենք ռազմական գործողությունները տարբեր թատերաբեմերում իրականացնելու համար, ամենայն դեպս իրավիճակը սա է եւ Բաքուն այնինչ որ 44 մինչեւ 44 օրյա պատերազմը 5 միլիարդի ստացել էր արդեն զենք զինամթեր եւ գիտեք ինչպիսի ուրեմն հնարավորություններ ձեռք բերել այժմ էլ 44 օրյայից հետո իմ հաշվարկներով եւս 4 միլիարդ դոլարի տարբեր ռազմական պայմանագրեր ունի Իսրայելի հետ, չնայած այդ ռազմական պայմանագրերի ժամկետները շատ փոխվել են, շատ լուրջ փոխվել են, որովհետեւ Իսրայելը առաջնահերթ փորձում է ապահովել իր բանակային պահանջները, Հասկանալի է, դա տեղեկացրել է նաև մյուս պետություններին, որ ուշ է մատակարարելու այդ պատվերները։ Դե հիմա մեր ուղղությամբ Հայաստան արդեն դեսպանություն ունի Իսրայելում։ Կան շփումներ, կարելի է ինչ-որ աշխատանքի գնահատում անել դեսպանատան։ Դեսպանատունը աշխատում է, տարբեր հանդիպումներ իհարկե տեղի են ունենում դեսպանի եւ տարբեր դեսպանությունների միջև եւ սա փաստ է, վերջերս օրինակ մեր մոտ էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Զարե Սինանյանը իր ղեկավարած պատվիրակությունով հանդիպումներ տեղի ունեցան համայնքային ուրեմն գետնի վրա եւ Երուսաղեմում հանդիպում տեղի ունեցավ պատվիրակետ օրինակ պարոն Սինանյանը հանդիպում ունեցավ քննարկել են բազմաթիվ շատ կարևոր հարցեր այդ թվում նաեւ փողերի պարտեզի դատական հիմնախնդիրները Այսինքն դեսպանատունը զբաղվում է հայկական տարածքների հարցով։ Այո, այսինքն պարոն Սինանյանը եկել է որպես Հայաստանից պատվիրակություն, որպեսզի ծանոթանա տեղում իրավիճակին, կովերի պարտեզի հետ կապված մնացած բոլոր հիմնախնդիրներին ըստ համայնքների սկզբում նրան ընդունել էր պատվիրակը շատ չէր, ու իհարկե դեսպանատուններ ընդունել նաև, այսինքն դիպավորել էին մեր պատվիրակությունը հանձինս դեսպանի, այսինքն այնուհետև պատվիրակությունը եղել էր նաև Հայֆայում, Հայֆայից հետո մենք ընդունեցինք նրանց, սիրով սկզբում ծաղկեպսակ դրեցինք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Պետախտիկվայում, որից հետո նաև հանդիպում ունեցավ Յաֆոյի հայկական Թել Ավիվ Յաֆոյի հայկական Սուրբ Նիկողայոս վանքի սրահում, բավականին մարդեր հավաքվել, քննարկվեցին նոր ներկայացվեց հանձնակատարի կողմից տարբեր ծրագրերը եւ նաեւ բավական երկար հարց ու պատասխան տեղի ունեցավ սկսած
հողային հիմնախնդիրներից, նաև հայնադարձության հիմնախնդիրների հետ կապված, այսինքն զգացվում է, որ Այսինքն վերջերս էլ Արտем, փոխարկոսնախարարն է մենք եկել Իսրայել դեսպանատուն եւ ունենք, կարևոր առույց է, դեսպանատունը որևէ երկրում։ Հիմա կարելի է չափել հայ-իսրայելական հարաբերությունների տեղաշարժը, կա այդպիսին։ Ես անկեղծ ասած շատ լուրջ տեղաշարժ չեմ տեսնում, բայց վերջին այցելությունը արտգործնախարարության փոխարկոսնախարարի եւ նրա հանդիպումները եւ այսօր կարդացի, որ նաեւ եթե չեմ սխալվում, Իսրայելի դեսպանը եւ պատվոհյուպատոսը նաեւ Հայաստանում էկոնոմիկայի նախարարությունում պարոն Պապոյանի հետ էին հանդիպել, քննարկել են համատեղ տնտեսական ծրագրեր, այսինքն այս վերջերս կարծես թե Իսրայելի կողմից որոշակի դրական տեղաշարժեր, որոշակի դրական, այսպես մեսիջներ են ուղարկվում դեպի Հայաստան, քանի որ ինստինկտյան արդեն Իսրայելը շահագրգռված է, քանի որ Թրամփի ուղին էլ կա, որոշակի հարաբերությունների բարելավման Հայաստանի հետ։ Պատերազմական դրությունը սառել է, չկա, կյանքը վերադարձել է Իսրայելում իր բնականon, թե չէ։ Այդ թվում մեր համայնքը ինչպես է զգում այդքան էլ չէ, ճիշտ է, հրթիռներ չեն պայթում այսօր եւ մարդիկ արդեն կամա վերադարձել են իրենց առօրյա կյանքին, բայց համենայն դեպս բավականին լուրջ պակաս է զգացվում այն կամավորների տարբեր ստորաբաժանումների, նոր ստորաբաժանումների ձևավորման հետ կապված եւ դերևս մարդիկ շարունակում են գնալ, ասենք, իրենց հավաքների եւ համենայն դեպս հիմա վաղ կա այս պահին, որ նոր ռազմական գործողություններ կարող է սկսվեն հյուսիսում։ Երևի տուրիստներն էլ խուսափում են Իսրայել։ Լիբանանյան կողմն է ավելի հիմա պայթյունավտանգ, քան թե Իրանը, որովհետեւ ինչպես գիտեք, Լիբանանում ռազմական տարբեր գործողություններ անդադ Իսրայելը իրականացնում, նոր քիչ առաջ էլ կարդացի հայկական աղբյուրները հայտում են, որ եւս մեկ ահաբեկչի են Լիբանանում Հեզբոլլահի սպանել, ովքեր ասենք Իսրայելի հյուսիսային շրջանների հրթիռահարությունների անմիջական հրամանատարներից մեկն է հրթիռահարությունները կազմակերպելու, այսինքն 24-ժամյա ռեժիմով Իսրայելը շարունակում է Հեզբոլլահի մարտիկներին սպանելու, ոչնչացնելու այս գործընթացը եւ միևնույն ժամանակ մեսիջներ են ուղարկվում անընդհատ Այունի Լիբանանի կառավարությանը, որ բավական է մեր համբերության բաժակը շուտով կսպառվի եւ դուք պետք է լուրջ աշխատանքներ իրականացնեք Հեզբոլլահին զինաթափելու ըստ պայմանավորվածության, ինչ որ պայմանավորվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Բայց խնդիրն այն է, որ կոնկրետ 2 օր առաջ վերացրել էին հարավային Իսրայելի ստորաբաժանումներից ոչ հեռու 3 ուրեմն Հեզբոլլահի զինվորների մարտիկների, որոնցից մեկը ուրեմն հանդիսանում է Լիբանանի բանակի հետախուզական ծառայության ուրեմն ծառայող, այսինքն խնդիրը որն է, որ Լիբանանի բանակի զինվորները իրենք, ասենք, առավոտյան ժամերին ծառայում են Լիբանանի բանակում, երեկոյան ժամերին ծառայում են Հեզբոլլահի ուրեմն բանակում, պատկերացնում եք, այսինքն մարդն ինչպես կարող է ինքն իրեն զինաթափել։ Այսինքն այդ սպանված մարդը հենց Հեզբոլլահի որպես մարտիկ հանդես էր գալիս այդ տարածքներում ամրացման աշխատանքներով, բայց ինքը հանդիսանում է Լիբանանի բանակի զինծառայող, այն էլ հետախուզության, գլխավոր հետախուզության զինծառայող։ Ասել կուզե, որ ինչքան էլ փորձեն զինաթափել Հեզբոլլահին, հենց այս զինվորները Լիբանանի բանակի, որոնք մի քանի հազար են, կարծեմ 6000 են նրան, 6000-ով 50000-ը չես կարող զինաթափել ամենա այսպես խոշոր հաշվարկներով, հա։ Էլ չեմ ասում, որ նույն մարտիկները երկու տեղից էլ աշխատավարձ են ստանում։ Աշխատավարձ են ստանում մի քանի $100 Լիբանանի բանակից եւ մի շարք 2 անգամ ավել ստանում են մոտավորապես Հեզբոլլահից։ Այսինքն իրենք իրենց զինաթափելու որևէ նախադրյալներ իրենք չունեն, չեն էլ տանելու եւ սա ավելի վատ սցենարի է կարող հանգեցնել այն առումով, որ Իսրայելը վերսկսի հարվածները եւ Բեյրութի շրջակա տարածքների Հեզբոլլահի տարբեր ուրեմն ռազմական հենակետերի վրա հարձակումներ շարունակի, այսինքն ես անկեղծ ասած տարին սկսեցինք պատերազմով, ծանր պատերազմ ունեցանք Իրանի հետ այդ հունիսի 13-ին սկսված պատերազմը եւ այս մի ամիս ու կես, այս 2 ամիսն է, որ մի թեթև շունչ են քաշել, հուտի եղբայրները դադարեցել են մեզ նաև հրթիռահարել եւ տարին ես վստահ եմ, որ հաջորդ տարի եւս խաղաղ չի լինելու։